Նորից ու նորից մեր Տերը հարություն առել, ամեն, փառք մեր Տիրոջը, նրա մեծության համար, նրա հրաշքի համար, նրա կյանքի համար, բոլոր ծրագրերի համար, գիտեք շատ անգամ ես մտածում ասեմ, հետաքրքիր է, լավ, Քրիստոսը եկավ, խաչվեց, մահացավ, բայց ինչու՞մն է հետաքրքիր, որ դժոխքում եղավ, չէ՞, բայց ինքը վստահում էր հորը, որ իրան հարություն կտա դժոխքից։ Անա չի, որ ինքը իրան հարություն տվեց, որ հայրը դժոխքից իրան կբարձրացնի։ Ամեն, դրա համար փառք մեր Տիրոջը իր բոլոր այդ ծրագրերի համար, որ ինքը արեց ինձ ու քո համար։ Ես մի տեղ եմ ուզում կարդալ, հետաքրքիր է, ես մի փոքր ուզում եմ ելիցից կարդամ, որ հասկանանք զատիկը ինչ բան է։ Շատ անգամ մեր մանավանդ մեր հայր ժողովրդի մեջ այնքան է մտած, որ գիտեն զատիկը ձվի հետ կապ ունի, հավի հետ կապ ունի, հավի ճտի հետ կապ ունի, թարխունի հետ կապ ունի, սոխի հետ կապ ունի, բայց ընդհանրապես կապ չունի դրա հետ։ Դաժե չի լացվել, որ Հիսուսը ձու է կերել, ձուկ կերել է, բայց ձու չի գրված ավետարանի մեջ, բայց չգիտեմ որտեղից այդ ձուն առել են ու մինչև հիմա տարիներով քրիստոնյա մարդիկ, հայ մարդիկ, չգիտեն ինչի էլի մի հատ նկար են ուղարկում, կամ ասենք սեղան են դնում ասում են, հա, ձու չես ներկելու։ Զատիկը ընդհանրապես կապ չունի ոչ ձվի հետ, ոչ էլ հավի հետ։ Զատիկը հեսա ասեմ, ինչի հետ կապ ունի։ Տեսեք Ելիցում 12-րդ գլուխ 5-ից 10-րդ խոսքում սենց ասում. Աստված Մովսեսին առաջարկում է ոնց անի, որ զատիկ տեղի ունենա։ Ասում է ձեր գառը անարատ արու 1 տարեկան լինի, ոչխարներիցը կամ այծերիցը առնեք եւ պահեք ձեզ համար մինչև ամսի 14-րդ օրը։ Եվ Իսրայելի ժողովքի բոլոր բազմությունը մորթեն նրան իրիկվա դեմ եւ արյունիցը առնեն եւ տների երկու կողմի դրանդիկների եւ վերի սեմին քսեն, ուր որ նրան պիտի ուտեն եւ մյուսը այն գիշերն ուտեն նրան կրակի վրա խորոված եւ բաղարջ ուտեն լեղի խոտերով, նրանից հում կամ ջրի մեջ եփած չուտեք, այլ կրակի վրա խորոված, նրա գլուխը ոտքերով եւ փորոտիկով մեկտեղ ուտեք եւ նրանից մի բան չթողեք մինչև առավոտ եւ նրանից մինչև առավոտը մնացածը կրակով այրեցեք։ Հետաքրքիր է, որ Աստված նշան տվեց, որ գառը առնեն։ Ինձ մի անգամ հարցրել են, ասել էին, ինչի հենց որց Հիսուսը ասեց, հենց տղա ծնվեց, աղջիկ չծնվեց։ Որովհետև օրենքում տրված է որց գառ պետք է լիներ։ Եվ Քրիստոսը եկավ օրենք ամբողջությունով կատարելու համար։ Աստծո համար տարբերություն չկար, տղա կծնվեր, դե աղջիկ կծնվեր։ Հասկանում եք, բայց օրենքը ինչ որ պահանջում էր, Քրիստոսը եկավ ամբողջ օրենքը կատարել իրապես։ Դրա համար Քրիստոսը որպես տղա ծնվեց։ Եվ ինչ տեղի ունեցավ, որ տղա ծնվելով հետ ստեղծում է, որ արու գառ լինի։ Եվ ինչ էր տեղի ունենում, որ այդ օրը պահեցեք եւ այդ օրը մորթեցեք գառին, արյունը քսեցեք դռների դրանդիկների ու կողքի վրա, սեմերի վրա։ Ու ասում է եւ դրա միսը խորոված արեք ամբողջ գիշեր պետքա ուտեք։ Եվ ինչի համար ասում է շարունակությունը եւ Աստված տեսեք ինչ ասում շարունակության մեջ։ Եվ այսպես ուտեք նրան ձեր գոտիները ձեր մեջքին եւ ձեր կոշիկները ձեր ոտներին եւ ձեր ցուպերը ձեր ձեռքերին լինելով եւ նրան շտապելով ուտեք։ Նա զատիկ է Եհովային։ Եվ այն գիշերը Եգիպտոսի երկրովը պիտի անցնեմ եւ զարկեմ Եգիպտոսի երկրումը ամեն առաջինեկը մարդից մինչև անասունը եւ Եգիպտոսի բոլոր աստվածների վրա դատաստան պիտի անեմ ես Եհովաս եւ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա եւ երբ որ արյունը տեսնեմ ձեր վրայիցը պիտի անցնեմ եւ հարված ձեր վրա պիտի չգա ձեզ կորցնելու համար Երբ որ Եգիպտոսի երկիրը զարկեմ, եւ այն նորը ձեզ կհիշատակի համար լինի, եւ տոնեցեք նրան տոնը Եհովայի համար, ձեր սերունդների մեջ հավիտենական կանոնով տոնեցեք նրան։ Հետաքրքիր է ինչն էր ամբողջ այս գործողության նպատակը, որ ասում Աստված, երբ որ անցնեմ,
դռների դրանդիկների այդ արյունը որ տենամ, արդեն դա նշան կլինի ինձի, որ ներսը զոհ է եղել ու ներսը գարի միսն են ուտում։ Եվ հետաքրիր է այսօր, երբ որ մենք նայում ենք, այսօր այդ նշանը կա հոգևոր աշխարհի մեջ։ Հոգևոր աշխարհը տենում է, ով որ հավատում է, ճշմարիտ հավատում է Հիսուս Քրիստոսին, նրա սրտի ներսում արյուն կա քսած, Քրիստոսի արյունը քսված է նրա սրտի ներսում։ Մենք չենք տենում, հոգևոր աշխարհը տենում է։ Տեսեք, տան մեջ լինողները չէին տենում, որ դռան դրսի կողմը արյուն կար քսած, բայց իրանք ինչ էին անում, միսն էին ուտում։ Արյունը ներսի մարդկանց համար չէր, որ իրանք տենային արյունը, իրանք պետք էր միս ուտեին, բայց արյունը դրսի համար էր, որ երբ որ Աստված անցներ, տենար դուրսը արյունոտ է։ Ու նույն ձևի այսօր արյունը չի քսված մեզ համար, որ մենք տենանք։ Մեր գործը ինչ է, Տիրոջ խոսքը ուտելն է, Քրիստոսին ուտելն է, բայց արյունը հոգևոր աշխարհի համար է դրած մեր ներսում քսված, որ սատանան ինքը լավ է տենում, որ արյուն կա քսված։ Հոգևոր աշխարհը լավ է տենում, արյուն կա քսված։ Հրեշտակները տենում են, որ դու Տիրոջն ես, որովհետև արյուն կա քսված։ Ամեն, ամբողջ իմաստը սրանումն էր, որ եւ սա զատիկ էր, որովհետև գառը մորթեցին, արյունը քսեցին եւ միսը կերան։ Եվ այսօր մեր զատիկը Քրիստոսն է, որովհետև Քրիստոսը եկավ, մորթվեցավ, խաչվեցավ, արյուն թափեց, որ ես ու դու ազատ լինենք այսօր։ Ամեն։ Սա պրոստը սկզբնական խոսք էր, որ ես խոսացի հիմի, բայց ամբողջ իմ թեման սրա մասին չէր։ Ամբողջ իմ այսօրվա քարոզի վերնագիրը սենց եմ գրել՝ մահ եւ ծնունդ։ Հետաքրիր է աշխարհը, որ ամեն բան ծնունդից է, չես սկսում ծնունդ եւ մահ։ Երբ որ գնում ենք գերեզմաններ, տենում ենք ծնունդ, ծնված թիվը գրած է, մի հատ գիծ է գրած, չգիտեմ քանի տարի, ու հետո մահն է գրած, այսինքն ծնունդ եւ մահ։ Բայց հոգևոր աշխարհի մեջ տեն չի սկսվում։ Լավ ասենք նայեցիր, հա ծնվեց, այսքան տարի ապրեց ու մահացավ։ Հետո հեշ մահացավ։ Հա հետո, всё մահացավ։ Բայց հոգևոր աշխարհը սենց չի։ Հոգևոր աշխարհը սկսում է մահանալուց մահ, հետո ծնունդ եւ հետո ինչ, հետո կյանք։ Հոգևոր աշխարհը սկսում է մահից։ Եվ որ մահն էր, դա Քրիստոսի մահն էր, որ սկսավ հոգևոր աշխարհը ինձ ու քո համար։ Եթե այդ մահը չլիներ, ծնունդն էլ չէր լինի։ Բայց Աստված տվեց մահը Տիրոջով, ինչի համար, որ ըտեից հետո գանք ծնունդ ու հետո գնանք դեպի կյանք։ Տեսեք ինչ հետաքրքիր է, երբ որ Քրիստոսը Նիկոդեմոսի հետ հանդիպեց, Նիկոդեմոսին ասեց, քեզ պետք է վերստին ծնվել, բայց եթե Նիկոդեմոսը ապաշխարեր, չէր ծնվի վերստին, ինչի, որովհետև մահ չկար դեռ։ Այսօր իմ ու քո վերստին ծնունդի հիմքը Քրիստոսի մահն է։ Առանց մահ ծնունդ չի լինում աշխարհի վրա։ Ոնց որ աշխարհում, երբ որ մենք ապրում ենք, առանց ծնունդի մահ չի լինում, մարդը չի ծնվել, որտե՞ս մահանա։ Հոգևոր աշխարհի մեջ առանց մահ ծնունդ չի լինում։ Հին ուխտում ոչ մի մարդ վերստին ծնունդ չունեցավ, ինչի, որովհետև Քրիստոսը դեռ չէր մահացած։ Բայց այսօր կա վերստին ծնունդ, ինչի, որովհետև Քրիստոսը մահացած է եւ ավելի որ ինքը հարություն է առել։ Ամեն։ Տեսեք, միտեղ եմ ուզում կարդալ Հովհաննես ավետարան 12-րդ գլուխ 24-րդ խոսքը։ Հիսուսն ասում է ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենի հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերե։ Հետաքրքիր է, Հիսուսը ասում է, տեսեք ճշմարիտ եմ ասում, ուշադրություն դարձեք ես խոսքին։ Եթե ցորենի հատը չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, ինքը շատ պտուղ կունենա։ Հիմա ես սենց եմ մտածում, ասեմ, երբ որ կա մահ, եւ կա ծնունդ, եւ այս ծնված մարդը ում կյանքով է ապրելու, ով որ մահացել է։ Ցորենը երբ որ մարմնավորապես ինքը մեռնում է, իր մեջ կյանք կա, այդ կյանքը փոխանցում է այն մյուս ցորենին, որ պետք է պտուղ տա։
Հասկանում եք ինչ եմ ուզում ասեմ։ Ցորենը, երբ որ ինքը փչանում է, մահանում է, Իրանից կյանք է տեղափոխվում նոր ծնված ցորենի համար։ Թեև ցորենը մարմնավոր ինքը մեռնում է, հոտում է, գնում է, բայց իր ներսի կյանքը մղում է դեպի նոր սերունդ ստանալու համար։ Վերստին ծնված մարդը ոչ թե ապրում է իր կյանքով, այլ ապրում է Քրիստոսի կյանքով։ Որովհետև Քրիստոս մահացել է քո համար։ Պողոս առաքյալն ասում է, նա որ կենթանի էր մահացավ, որ ով որ մահացավ նրանց համար, ովքեր որ պետքա մահանան, եւ նրանք որ կենթանի են, ոչ թե ապրում են իրանց համար, այլ նրա համար, որ մահացավ եւ հարություն առավ։ Այսինքն մարդը, որ վերստին ծնված է, իր ներսում իր կյանքը չի արդեն, ինքը մահացած է։ Բայց ում կյանքով է ապրում, Քրիստոսի կյանքով է ապրում։ Ու ցավոք սրտի շատ մարդիկ դեռ ապրում են իրանց կյանքով, իրանց մեղքի կյանքով ու այն հույս ունենալով, որ իրանք ապաշխարած են, չկա այդ բան։ Օդի մեջից ցորենը չի ծլում։ Ցորենի համար պետքա ցորենի կյանք, որ ցորենը ծնվի։ Իսկ այդ կյանքը, այդ ցորենը, որ ցանվավ հողի մեջ, ինքը մեռավ ու իրանից կյանքը տվեց այն մյուս ցորենին։ Մենք այսօր որ ապրում ենք, օդի մեջի չենք ապրում, Քրիստոսի կյանքն է մղված մեր մեջ։ Ծանր եմ խոսում, դե ես մի հատ ուզում եմ, եթե հասկանալի է մի հատ ձեռ բարձրացրեք, մի հատ իմանամ, էլի։ Վերստին ծնված մարդու ներսում Քրիստոսի կյանքը կա։ Ինչի համար, որովհետև Քրիստոսը այն ցորենն էր, որ պիտի մեռներ իմ ու քո համար։ Եվ այն ցորենի կյանքը, որ մեռավ ու իր կյանքը տվեց այն մնացած ցորեններին, այն ցորենները ապրեցին այն մի ցորենի կյանքով։ Մի հատ էլ կարդամ այդտեղ, էլի, որ տեսեք Հիսուս ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ցորենը հատը հողի մեջ չընկնի եւ մեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կբերե։ Այսինքն Քրիստոսի կյանքը չերես մահ Քրիստոսով եւ չերես վերստին ծնունդ մարդով փոխանցվում է դեպի ինձ, դեպի քեզ, դեպի մնացած մարդկությանը։ Որտեւ ասում է այլևս այն մարդիկ, որոնք որ ապրում են, ոչ թե ապրում են իրանք համար, այլ ապրում են նրա համար, որ մահացավ եւ հարություն առավ, այսինքն Քրիստոսի համար։ Ինչի՞, որովհետեւ Քրիստոսի կյանքով մենք կյանք ունեցանք։ Քրիստոսի մահով մենք կյանք չունեցանք, Քրիստոսի մահը դատապարտության համար էր։ Քրիստոսը մահացավ, որ մեր դատապարտությունը հեռացնի։ Քրիստոսը մեր մահը վերցրեց իր վրա։ Բայց մենք այսօր ապրում ենք Քրիստոսի կյանքով։ Ես դատապարտված չեմ, հասկացա, բայց քեզ պետքա ծնվել։ Եվ եթե ծնվում ես ում կյանքով ես ապրում, Քրիստոսի կյանքով։ Իմ ու քո ներսում Քրիստոսի կյանքն է դրված։ Դրա համար մենք մեր կյանքը պետք է մի քիչ փոխենք, մենք մեր կյանքը պետք է համապատասխանենք Տիրոջ խոսքի վրա, որ հասկանանք Տեր Հիսուս։ Հետաքրքիր է, տեսեք, հետաքրքիր է, երբ որ ցորենը ցանվում է, ցորենից հետո ցորեն է ծնվում։ Ցորենը մահանում է, ուրիշ ցորեն է ծնվում, գարող չի ծնվում։ Բրինձ չի ծնվում, ցորենը մեռավ, ցորեն ծնվեց։ Աստծո որդին մահացավ, որպես Աստծո որդի եկավ Քրիստոսը, Աստծո որդի մահացավ, ինչ ծնված, իմ ու քո ապաշխարությունով Աստծո զավակ։ Ուրիշ բան չենք ծնվում մենք, որովհետև նրա կյանքը եկավ մեր մեջ։ Ես ու դու Աստծո զավակներ ենք։ Եվ սա հավատքով է տեղի ունենում։ Տեսեք մի բան ասեմ։ Ոնց եղավ, որ Քրիստոսը եկավ, խաչը բարձրացավ, իմ ու քո մեղքերը վերցրեց։ Օրենքի հիման վրա եւ հավատքի հիման վրա։ Եվ նույն ձևի օրենքի եւ հավատքի հիման վրա Քրիստոսի կյանքը մեր ներսում է բնակվում։ Ես հələ հարության մասին չեմ խոսում Քրիստոս, ես հələ խոսում եմ մեր հարության մասին։
Հետո հեսա Քրիստոսի հարցյան մասին խոսամ։ Որ մենք հասկանանք, շատ անգամ մարդը ապաշխարությունը սարքել է մի հատ ավտոմատ գործողություն։ Հա, մի հատ աղոթը կրկնում է ու վсё, լրիվ նորմալ է։ Կրկնելով չի ծնունդով է։ Դու պետք է ծնունդ ունենաս, դու պետք է ցավ քաշես, դու պետք է կերպարանափոխվես։ Եթե ծնվել ես այս մարդուց, ուրեմն քո հասունության ժամանակ քո կերպարանքը կլինի նման նրա նման։ Բայց եթե հարևանին ես նման, ուրեմն հաստատ Իրանից չծնված ես, հարևանց ես ծնված։ Հիմա հարցը սրանումն է, ում ենք մենք նմանվում, մեր կյանքը ում է նմանվում։ Ես երբ որ իմ օրերը անցկացնում եմ, մի տարի անցել է, 2 տարի անցել է, 5 տարի անցել է, ում եմ ես նմանվում ընդհանրապես։ Եթե Քրիստոսից եմ ծնված, Քրիստոսին նմանվում եմ։ Եթե Քրիստոսին չեմ նմանվում, պրոբլեմ կա։ Կամ ծնված չես։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, մենք ումից որ ծնվում ենք, ում կյանքը մեր ներսում է, մենք նմանվում ենք իրան։ Այսօր մենք պետք է անհանգստանանք, երբ որ տենում ենք, երբ որ Աստվածաշունչը կարդում ենք, Աստծո խոսքի խոսքերը սկսում ենք կարդալը ու հասկանում ենք, որ մենք այդքան էլ նման չենք Տիրոջը, որը որ այդ պահին ինքը տենց կաներ։ Մենք այդքան էլ նման չենք այդ որոշումների մեջ, այդքան էլ նման չենք այդ խոսքի մեջ։ Պետք է անհանգստանանք, ասենք Տեր, բա լավ, ես ում եմ նման։ Եթե Տերը ասում է ների, թող, զիջի, աղոթի իր համար, բայց այսօր ես թշնամիներ ունեմ, ում եմ նմանվում ես։ Ադամը ծնվեց, Ադամը ստեղծվեց։ Ինչ տեղի ունեցավ։ Ադամը մեղ գործեց։ Ադամից բոլոր ծնվածները նմանվեցին Ադամին, ինչի համար։ Որտեվ Ադամի կյանքը չերես ծնունդ փոխանցվեց ու փոխանցվեց։ Դաժե ասում է, դաժե Ադամի նման չմեղանչողների կյանքում էլ փոխանցվեց ու դատաստան եկավ այդ մարդուկ վրա։ Ինչի համար։ Որովհետև կա ծնունդ եւ կա կյանք, որ փոխանցվում է։ Բոլոր մարդկությունը, երբ որ ծնվում է, Ադամի կյանքը փոխանցվում է այդ մարդու մեջ, դրա համար մարդը ծնված օրվանից մեղանչական բնություն ունի, մեղանչական պրիրոդա ունի։ Բայց երբ որ մենք հավատացինք Հիսուս Քրիստոսին ու վերստին ծնունդ ստացանք, Քրիստոսի կյանքը տեղափոխվեց մեր ներսում։ Ոնց որ առաջի Ադամով կյանքը եկավ մեր մեջ ու մենք բոլորս մեղավորներ եղանք, այդպես էլ Քրիստոսին հավատալով վերստին ծնվելով Քրիստոսի կյանքը եկավ մեր մեջ ու մենք արդարներ եղանք Քրիստոսով։ Ինչի որ ես մի քիչ ավելի կոնկրետացնեմ, ավելի մոտիկացնեմ, որ քրիստոնեությունը ավտոմատ չի տեղի ունենում ոչ մի բան։ Քրիստոնեության մեջ կա մահ, քրիստոնյայի մեջ կա ծնունդ եւ քրիստոնյայի մեջ կա կյանք, որ գնում է դեպի հավիտենություն։ Եվ մենք ամեն մեկս, ոնց որ մենք նմանվեցինք Ադամին, այդպես մենք նմանվեցինք Քրիստոսին։ Գիտեք, երբ որ ես ու դու ծնվեցինք մարմնավոր ու Ադամի նման էինք ապրում, մենք չենք ջանքանում Ադամի նման ապրենք կամ ավտոմատ այդ պրիրոդան կար մեր ներսում։ Ջրայն անալել գիտեինք, մեղ գործել գիտեինք, ցանկություն ունենալ գիտեինք, սխալը ուրիշի վրա քցել գիտեինք, որոնք որ շատ քրիստոնյաներ մինչև մահլետի անում են։ Բայց նույնը երբ որ Քրիստոսին են գալիս, Քրիստոսի կյանքն է փոխվում մեր ներսում։ Ու շատ մարդիկ, շատ եղբայրներ, քույրեր իրանք վկայություն են տալի, որ ապաշխարել եմ ու տեից հետո իմ կյանքս փոխվել է։ Ոնց, չգիտեմ ոնց։ Որովհետև Քրիստոսը կյանքը եկավ քո ներսը ու քո կյանքը փոխվեց։ Իմ կյանքը փոխվեց, մյուսի կյանքը փոխվեց, որովհետև Քրիստոսի կյանքն է գտնվում քո ներսում, իմ ներսում։ Եվ սրանով մենք պետք է հսկենք, որ մենք ապրենք Քրիստոսի կյանքով եւ ոչ թե մյուս կյանքով, որը որ առաջ ունեինք։ Ամեն։ Տեսեք Հովհաննեսի ավետարան 3-րդ գլուխ 3-ից 6-րդ խոսքը Հիսուսը ինչ ասում։
Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան Նիկոդեմոսին. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, կարող չէ Աստծո արքայությունը տեսնել։ Նիկոդեմոսը նրան ասեց. Մարդ ինչպես կարող է ծնվել, որ ծեր է։ Միթե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել եւ ծնվել։ Հիսուսը պատասխանեց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից եւ հոգուց չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել։ Մարմնի ծնունդը մարմին է եւ հոգու ծնունդը հոգի է։ Տեսեք Հիսուսը Նիկոդեմոսին ավելի է պարզացնում, ասում է լսի, դու մարմնով ես ծնված, երկրորդ ծնունդը մարմնի ծնունդ է, պետք չի դա։ Քեզ պետք է հոգու ծնունդ, վերստին ծնունդ, Աստծով ծնունդ։ Որ այդ ծնունդի այդ կյանքը տեղափոխվի քո մեջ։ Դրա համար մենք բոլորս այսօր կարիք ունենք հասկանալու մի բան, որ ես ու դու այսօր ապրում ենք Քրիստոսի կյանքով։ Եթե Քրիստոս մեռավ ինձ համար, ուրեմն ես ապրում եմ ոչ թե ինձ համար, այլ Քրիստոսի համար, որ Քրիստոսը ապրի իմ մեջ, իմ հետ։ Եվ շարունակությունը տեսեք, մի զարմանար, որ ասեցի քեզ, թե պետք է ձեզ վերստին ծնվել։ Քամի որտեղ ուզում է փչում է եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես թե որտեղ է գնում եւ որտեղ է գալիս եւ որտեղ է գնում։ Այսպես է ամեն հոգուց ծնվածը։ Տեսեք, ասում է, քանի որ կա վերստին ծնունդ, ծնվածը նմանվում է ումից է ինքը ծնվել։ Այսպես ամեն հոգուց ծնվածը նմանվում է հոգուն, որ չգիտես որտեղից է գալիս ու ուր է գնում։ Իմ ու քո նմանությունը պետք է լինի ավետարանի հիման վրա։ Մարդիկ պետք է տեսնեն ու ասեն քայլող ավետարան է, եւ սա նմանություն է ծնունդին։ Քրիստոնեությունը ստե նվագելու մեջ չի։ Քրիստոնեությունը ստե խոսք կարդալու մեջ չի։ Քրիստոնեությունը ինչ-որ հագուստի կամ ինչ-որ ձև տալու մեջ չի։ Քրիստոնեի մեջ պետք է կյանք լինի Քրիստոսի կյանքը։ Քրիստոնյա չի նշանակում, որ ինչ-որ մի արարողություն անես։ Քրիստոնյա նշանակում է Աստծո կյանքը մարդու մեջ։ Սա քրիստոնեությունն է։ Ինչպես մարդը մեղ գործեց եւ սատանայական դժոխքային կյանքը մտավ մարդու մեջ ու մարդը եղավ մեղանչական բնություն, այդ ձև Աստծո կյանքն է մտնում մարդու մեջ եւ մարդը դառնում է քրիստոնյա։ Որ մենք բոլորս հասկանանք քրիստոնեությունը դա իմ ու քո փոխված կյանքն է։ Բավական է, որ երեխան ծնվում է, իրան պետք չի ձև տաս, ինքը իր ձև ունի ձևավորվելու։ Ինչի որովհետև ծնված է։ Հələ երեխու չափի, երեխու քաշի, երեխու բոյի, երեխու բան մի հատ հələ տիկնիկ սարքեք հələ։ Տեսեք ինքը կձևավորվի, ինքը կմեծանա։ Չի մեծանա։ Ասում է երեխան մեծանում է, քարը չի մեծանում։ Չի մեծանում, որովհետև կյանք չկա իր մեջ։ Նույն ձևի են հոգևոր մարդը, որ եկեղեցի է գալի գնում ու չի մեծանում, մտածել է պետք։ Տեսեք մի փոքր առաջ գնամ, առաջի Կորինթացիների 4 գլուխ 15-րդ խոսքը սենց ասում, որովհետև թեև 10,000 վարդապետ ունենանք Քրիստոսումը, բայց ոչ թե շատ հայրեր, վասնզի Քրիստոսի Հիսուսումը ես ծնեցի ձեզ ավետարանով։ Ինչ անեմ, որ Քրիստոսի մեջ ես ծնվեմ, հավատա ավետարանին։ Ապաշխարության աղոթքը, որ լինում է, ինչի հիման վրա է լինում, ավետարանի հիման վրա է լինում։ Ավետարանը պետք է լինի իմ ու քո սնուցումը։ Եթե մենք Քրիստոսին ծնված ենք, Քրիստոսի մեջ ծնված ենք, մեր սիրտը ձգտում է ավետարանին է ձգտում։ Աստծո խոսքին է ձգտում։ Բայց եթե մեր սիրտը չի ձգտում Աստծո խոսքին, ուրեմն կամ ծնված ենք, հիմի մահացել ենք, կամ էլ ծնված չենք եղել։ Ավետարանը դա հիմքն է իմ ու քո ծնունդի հիման վրա։ Ոնց է ասում գրքերը, չէ՞, ասում է, եւ Հիսուս Քրիստոս մահացավ, չէ՞, ծնվեց խոսքի հիման վրա։ Մահացավ եւ հարություն առավ խոսքի հիման վրա։ Դա որ խոսքն է, դա ավետարանն էր։
Եվ քանի որ Քրիստոսի մահը ավետարանի հիման վրա էր, հարությունը ավետարանի հիման վրա էր, իմ վերստին ծնունն էլ ավետարանի հիման վրա պետք է լինի, որ մենք ունենանք կապ Քրիստոսի հետ։ Գաղատացիներում սենց ասում, 4 գլուխ 19-ից 27 խոսքը։ Իմ որդյակներ, որ ձեզ կրկին ծնում եմ ցավով, մինչև որ Քրիստոսը կերպարանվի ձեզանում։ Կամենում էի, որ հիմա ձեզ մոտ գամ և ձայնս փոխեմ, որովհետև տարակուսած եմ ձեզ համար։ Ասեցեք ինձ դուք, որ կամենում եք օրենքի տակ լինել, օրենքը չեք լսում, որովհետև գրված է, թե Աբրահամը 2 որդի ուներ, մին աղախնից և մյուս ազատից, բայց նա, որ աղախնիցն էր մարմնի կողմաններ ծնված, և նա, որ ազատիցը խոստմունքի համեմատ։ Այս բաները այլաբանորեն են, որ նրանք 2 կտակարաններն են, մեկը Սինասարիցը ծառայության մեջ ծնված, որ է Հագարը, որովհետև Հագարը Սինասարն է Արաբիայումը, որ հավասար է այժմյան Երուսաղեմին, որ իր զավակներով հանդերձ ծառա է, բայց վերին Երուսաղեմը ազատ է, որ մեր ամենից մայրն է, որովհետև գրված է, թե ցնծա ով անմուլ, որ չէր ծնում, գոչիր և աղաղակիր դու, որ ծնելու ցավ չէր քաշում, որովհետև ավելի շատ են թողվածի որդիքը, քան թե Արամբինի։ Հետաքրքիր է, տեսեք, ծնունդը դա միակ պատճառն է, որի միջոցով որ կյանքը տեղափոխվում։ Առանց ծնունդի կյանքը չի տեղափոխվում։ Շատ անգամ լինում է, չէ, քարոզներ է լինում, որ նայում ես, քեզի կյանք չտվեց։ Գիտեք ինչ, որովհետև ծնունդ էլ չկա այդ քարոզի մեջ։ Ծնվածը իր մեջ կյանք ունի, չծնվածը իր մեջ կյանք չունի։ Հիմա շատ անգամ վերջի ժամանակներում երգեր են գրում, հոգևոր երգեր են գրում, եթե դա ծնված չի, ինքը կյանք չի տա քեզ։ Եթե դա ծնված է, ինքը կյանք կտա քեզ։ Կյանքը ծնունդից է սկսվում։ Փառաբանության կարևորությունը սիրուն նոտաների մեջ չի, կյանքից է։ Կարող է ինքը սիրուն նոտա չլինի մեջը, բայց կյանք տա լսողին։ Նույնը քարոզողի սիրուն խոսքի փառապաշարությունից չի կախված, մարդու ուրախությունը կախված է նրա մեջի գտնված կյանքից։ Եթե քարոզի մեջ կա կյանք, այդ կյանքը կգա քո մեջ։ Բայց այդ կյանքը երբ ալում ծնունդից։ Աստված ամեն ինչի մեջ ասում, ինչպես որ ծնվավ Աբրահամի առաջին զավակը Իսմայել, այդպես էլ ծնվավ երկրորդ զավակը Իսահակը։ Այսօր շատ կարևոր է ուշադրություն դարձենք ծնունդին, հավատացեք, ինչպես մարդը ուրախանում է ծնունդով, այդպես երկիրն է ուրախանում ծնունդով։ Եվ չերես ծնունդ Քրիստոսի կյանքը տեղափոխվում է, ու ես ու դու Քրիստոսի կյանքով ապրում ենք։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է ուշադրություն դարձնենք դրա վրա։ Գաղատացիների 4 գլուխ 28-31 խոսքը։ Իսկ մենք եղբայր Իսահակի պես խոստմունքի որդիք ենք։ Բայց ինչպես որ այն ժամանակ մարմնի կողմանե ծնվածը հալածում էր նրան, որ հոգու կողմանե էր, այնպես էլ հիմա։ Բայց Գիրքն ինչ է ասում։ Դուրս հանիր աղախնին և նրա որդուն, որ աղախնի որդին ժառանգություն չպիտի ստանա ազատի որդու հետ։ Սրա համար եղբայր աղախնի որդի չենք, այլ ազատի որդի։ Ժամանակ կգա, որ աղախնի որդին դուրս է գցվելու ազատի որդուց։ Ժամանակ կգա, երբ որ Քրիստոսը կկանգնի, այծերին կհեռացնի ոչխարներից։ Ժամանակ կգա, որ Տերը կջոգի ցորենը որոմից։ Ժամանակ կգա, որ աղախնուն հեռացնելու է ազատի որդիներից։ Բայց քանի որ այս ժամանակը չի, ժամանակն է, ով որ վերստին ծնված չի ծնվի, իսկ ով որ ծնված է նմանվի Քրիստոսին։ Օրերից մի օր գալու է ժամանակը։ Քանի հլը Աբրահամի հետ էր ապրում Իսմայելը, Հագարը, իրանք հլը վայելում են Աբրահամի ուրախությունը, այն հույսով, որ ինքը առաջի անդրանիկն է, ամբողջ ժառանգությունը իրան կմնա։ Բայց օրերից մի օր Աստված ասեց Աբրահամին, դուրս հանի։ Օրերից մի օր Աստված Հիսուսին ասել է, բավական է, բաժանի առանձնացրու արդեն։ Ու այդ ժամանակ վայ մեզի, որ հանգարց մենք այն տեղում չգտնվենք, որտեղ որ պետք է գտնվեինք։ Դա համար այսօր ժամանակն է։
Այսօր ժամանակն է փնտրելու Տիրոջ կյանքը։ Տերը հարություն է առել։ Եվ մենք այսօր հարության որդիներ ենք։ Հարության նպատակը ինչումն է, որ ես ու դու ունենք ապաշխարություն առաջի հերթին։ Երկրորդը ինչումն է, որ Սուրբ Հոգին այսօր մեր ներսումն է, որովհետև խոսք ասեց, ով կասի երկնքից ով կիչացնի Աստծո որդուն, եւ ով կասի դժոխքից ով կբարձրացնի Տիրոջը։ Բայց ասում Տերը բարձացավ եւ հոգիների պարգևները տվեց մեզ, եւ հոգիները Աստծո հոգին վկայում է, որ Տերը կենթանի է ինձ ու քո համար։ Քահանայապետը տարին մի անգամ, որ մտնում էր սրբության սրբոցը, մի հատ առանձնահատուկ շոր ուներ հագած։ Փեշերին զանգեր կախած ու նռնենիներն էր, sense կլոր նռան նման մետալի չսկի բաներ ու կողնել զանգեր։ Մեկ ու մեջ դες փեշերի կապած էր։ Ու ինքը անդադ պետք է շարժեր, որ սրբության սրբոցի ժամանակ ձայն լսվեր, որ քահանայապետը կենթանի է։ Եվ այդ ձայնը հանգարց որ չէր լսվում, հասկանում էին, որ Աստված քահանայապետը սուրբ չի եղել, պիղծ է մտել սրբության սրբոց ու Աստված սպանել է իրան։ Ու դրա համար պարան էին կապում գոտկատեղին, որտեղ են, եթե այդ զանգի ձայնը չէր լսվում, քաշում էին դուրս էին հանում քահանայապետին, որովհետև գիտեն, որ մեռած է, ու իրանք սրբության սրբոց մտնելու իրավունք չունեին։ Այսինքն ինչ էր անում այդ զանգերի ձայնը, վկայություն էր տալիս, որ քահանայապետը կենթանի է։ Չէ, պարանը մի քաշեք, մեր քահանայապետը կենթանի է։ Հələ մի քաշեք, զանգի ձայնը լսում է, կենթանի է։ Ու այսօր մեր քահանայապետը, մեր Հիսուս Քրիստոսը կենթանի է, որովհետև շատ վկայություններ ունեն Քրիստոսի կենթանության մասին։ Իշքան մարդիկ են ապաշխարել, իշքան մարդիկ են բժշկվել, իշքան մարդիկ են հոգու աղոթ ստացել, էլ ինչ վկայություն կա։ Որ մենք հասկանանք Քրիստոս մահացավ եւ հարության առավ գրքերի համեմատ։ Ու ես այսօր կենթանի եմ գրքերի համեմատ։ Ու ես այսօր կենթանի եմ խոստմունքի համեմատ, որտեվ ես ու դու խոստմունքի մարդիկ ենք։ Տերը օրհնի քեզ։ Քո մեջ Քրիստոսի կյանքն է։ Երբեք ու երբեք չթերագնահատես քեզ։ Այսօր Քրիստոսի դու, ես, մնացածը։ Եվ ուժ դե շուտ մենք ավելի ենք նմանվելու։ Հովանեսի թղթերի մեջ է, որ Հովանեսը ասում է, չգիտեմ իմ վաղվա օրը ինչ կլինի, բայց ես մի բան գիտեմ, երբ որ նրան հանդիպեմ, նրա նման կլինեմ։ Ինչի, որովհետև Քրիստոսի կյանքը մեր ներսումն է, ու մենք նմանվում ենք Քրիստոսին։ Աստված ասեց, նա իմ սիրել որդին, որում որ ես հավանել եմ, նրան մտիկ տվեք, նրան նմանվեցեք։ Տեսեք Կորինթացիների մեջ, նույն ձևի Կորինթացիների մեջ ասում են Քրիստոսը հարություն չի առել, մեռել է 15-րդ խոսքում, 15-րդ գլխում 20-23-րդ խոսքը, տեսեք ինչ ասում Պողոս առաքյալը, բայց հիմա Քրիստոսը հարություն է առել մեռելներից, ինքը ննջածների առաջնեկը եղավ, ուրեմն որովհետև մարդով եղավ մահը, մարդով էլ մեռելների հարությունը, քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենթանանում են, եւ ամեն մեկը իր կարգումը, առաջ պտուղը Քրիստոսը, եւ հետո Քրիստոսինները նրա գալու ժամանակումը։ Տեսեք, սես մի բան, մարդու ամբողջ կյանքի տպավորության մեջ սա է մտել, որ մարդը ծնվեց, մարդը ապրեց, հետո ասում են լավ, մի օր կմեռնի։ Բայց լավ, ինչի կմեռնի մարդը, որտեղ դա արդեն տպավորվել է, որ մարդը պետք է մեռնի։ Բայց հոգևոր աշխանով, երբ որ նայում ենք, ասում է, ինչպես այդ մահը Ադամի միջոցով եկավ հասավ այդ մարդուն, որ այդ մարդը մեռնում է։ Նույն ձև էլ Քրիստոսի միջոցով կյանքը գալիս է մեր մեջ, որ մենք կյանք ենք ունեն, մենք հարություն ենք ստանում։ Որ մենք հասկանանք երկու կարևոր բաներ կա, ինչպես մահը եկավ աշխարհ, այդ ձև էլ փրկությունն ու հարությունը եկավ աշխարհ, ինձ ու քեզ փրկելու եւ հարություն տալու։ Ասում են, ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը հարություն են առնում, բայց ո՞ր բոլորը, ովքեր որ հավատում են։ Եվ ասում է առաջինը Քրիստոսինը, Քրիստոսը եւ հետո Քրիստոսինները։ Տեսեք, ինչպես Քրիստոսը հարություն առավ
մեռելներից, այդ ձև ես ու դու հարություն ենք արել Քրիստոսի նման։ Ոչ մի փոփոխություն։ Ոնց առաջի պտուղն է, այդ ձև էլ երկրորդ պտուղներն են, երրորդ պտուղներն են, 10-րդ պտուղներն են, միլիոնավոր պտուղներն են։ Ես ու դու նմանվում ենք Քրիստոսին։ Դրա համար ինչ ասում Տիրոջ խոսքը։ Բոլոր ավետարանները վկայում են դրա մասին, որ ինչպես մենք նմանվում ենք իրան, այդ ձև էլ նմանվում ենք հարության ժամանակ։ Դրա համար շատ կարևոր է, որ իմ ու քո կյանքը նմանվի Քրիստոսին։ Եթե վերստին ծնվել ենք, Քրիստոսի կյանքը բնակվում է մեր մեջ, ուրեմն մենք պետք է ապրենք Քրիստոսի կյանքով։ Ու նույն ձևի մենք հարություն առնենք Քրիստոսի նման։ Մի տեղ էլ կարդամ ու վերջացնեմ։ Տեսեք Հովհաննեսի 12-րդ գլուխ 25-26-րդ խոսքը ասում է. իր անձը սիրողը կկորցնե նրան։ Դա այն առաջի խոսքի շարունակությունն է։ Իր անձը սիրողը կկորցնե նրան, եւ իր անձը ատողը այս աշխարհում հավիտենական կյանքի մեջ կպահե նրան։ Եթե մեկը ծառայե ինձ, թող նա իմ ետևից գա, եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի։ Եթե մեկը ծառայե ինձ, հայրը կպատվե նրան։ Որն է այսօր իմ ու քո ծառայությունը։ Հասկացանք, երեխեն ծնվավ, հասկացանք, փառք Աստծո, եկավ, տաշտուշարինք, ուրախացանք, նվերներով, այդ ամեն ինչով, փուչիկ տրակցրեցինք, ամեն ինչով, լավ, փառքը անցավ։ Հիմա ինչ ենք անելու։ Երեխեն պետք է նմանվի ծնողին։ Երեխուն պետք է դաստիարակենք։ Ծնունդով չի որ ամեն բան պրծնում է, ծնունդով սկսում է, բայց հəl չի պրծնում։ Մենք երբ որ վերստին ծնվեցինք, դրանով չպրծանք, մենք սկսվեցինք։ Պրծած ենք, երբ որ մահվան մեջ ենք, վсё, պրծած ենք։ Բայց հիմա սկսվեցինք, ինչ պետք է անենք։ Պետք է նմանվենք Քրիստոսին։ Եվ Տերը ասում է, եթե մեկը ծառայե ինձ, թող նա իմ ետևից գա, եւ ուր ես եմ, այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի։ Եթե մեկը ծառայե ինձ, հայրը կպատվե նրան։ Այսօր մեզ պետք է ծառայենք Տիրոջը։ Եվ որն է Տիրոջը ծառայելու առաջի կարևոր բանը։ Մեր անձը նմանացնենք իրան։ Եթե ես ինձի չկարողանամ ծառայեմ, հաստատ ձեզի չեմ կարա ծառայեմ։ Ես ինձի պետք է ծառայեցնեմ։ Ես ինձ պետք է կարողանամ ծառայեմ։ Ես ինձի պետք է նմանացնեմ Հիսուսին։ Ինչի, որ ես կարողանամ ձեզ ծառայեմ։ Եվ վերջի տեղը Հովհաննեսի 12-րդ գլուխ 27-28-րդ խոսքը։ Հիմա իմ անձը խռոված է, եւ ինչ ասեմ, հայր, ազատիր ինձ այս ժամիցը, սակայն ես սրա համար եկա այս ժամի մեջ։ Հայր, փառավորիր քո անունը, եւ երկնքիցը ձայն եկավ, թե փառավորեցի եւ դարձյալ կփառավորեմ։ Հետաքրքիր է, որ Քրիստոսը այս ամեն ինչի մեջ ինքը պետք է մահանար, որպես ցորեն ինքը պետք է մահանար ինձ ու քո համար, որ մենք ծնվեինք իրանից։ Ու ասում է, սրա համար տրտմած է իմ անձը, բայց ասում է, ես սրա համար եկա։ Ու նույնը ամեն դժվարություն մեր ներսում տրտմություն է գալի։ Տեսեք, ամեն ապաշխարության մեջ մի հատ տրտմություն կա ներսումդ, բայց իմացի սրա համար ես եկել, որ այդ տրտմությունը տանես, խաչը բարձրացնես, որ ազատվես, մաքրվես, որ հետո հարության հոգի իջնի քո վրա։ Թե չէ շատ մարդիկ, որ մեղքի կյանքով ապրում են, իրանք հարության ուրախությունը չեն կարող ճաշակել։ Ինչի, որովհետև իրանց պետք է ապաշխարություն, իրանց պետք է մաքրվել, իրանց պետք է ազատագրում։ Այս մարդը, որ ապաշխարում է, հարության ուրախությունով է ուրախանում։ Ինչի, որովհետև հարության մեջ ուրախություն կա, ամեն։ Տեր օրհնի ամեն մեկիս։ Այսօր շատ կարևոր է, որ մենք հասկանանք, Քրիստոսը մահացավ գրքերի համեմատ, թաղվեցավ եւ հարություն առավ գրքերի համեմատ։ Այսօր ես ու դու գրքերի համեմատ ապաշխարած ենք։ Իմ ու քո մասին գրված ավետարանով, որտեղ Հիսուս աղոթել է 17-րդ գլխում Հովհաննեսի ավետարան։ Իմ համար աղոթել է երկրի վրա, քո համար էլ է աղոթել երկրի վրա։ Ասել է, հայր, ոչ թե միայն նրանց համար եմ աղոթում, այլ նրանց համար, որ նրանց խոսքից կհավատան։ Ու այդ խոսքը եկել հասել է ինձ ու ես հավատացել եմ, ու Հիսուսը երկրի վրա իմ համար էլ աղոթել, քո համար էլ աղոթել։ Այսօր պետք է մենք մեր կյանքը ուղղենք դեպի Աստծուն, ասենք Տեր, օգնի, որ նմանվեմ քեզ։ Ամեն։ Տեր օրհնի ամեն մեկիս։
Կուզենայի մի ուշադրություն դարձնել այն մարդիկ, որոնք որ դեռ Քրիստոսին չեն ընդունել իրանց կյանքի մեջ, ու մարդիկ, որոնք որ նորոգվելու կարիք ունեն, իմացեք, քանի մարդը չի նորոգվել, քանի մարդը չի ապաշխարել, քանի մարդ վերստին չի ծնվել, Քրիստոսի կյանքը իրան ներս չի կարա գա։ Քրիստոսի կյանքը գալու համար մեր սիրտը պետք է բացենք Աստծո առաջ։ Երբեք ու երբեք մի հյուր չես կարա ընդունես քո տունը, եթե դուռը չբացես։ Լուսամուտից ներս չես կարա ընդունես, պետք է դուռ բացես։ Իսկ այդ դուռը պետք է դու բացես։ Ներսից է բացվում դուռը։ Ներսից չի բացվում դուռը։ Դուռը ներսից է բացվում, ու ներսում դու ես գտնվում։ Ու եթե դու ներսից դուռը չբացես Հիսուսի առաջ, Հիսուսը ինքը չի կարա մտնի քո կյանք։ Ու Հիսուսը չի կարա քո կյանքը փոխի։ Ու Հիսուսի կյանքը չի կարա գա քո ներսը, որ դու ապրես Հիսուսի կյանքով։ Դրա համար շատ կարիք կա, որ այսօր քո սիրտը բացես։ Այսօր վերստին ծնվես։ Ոնց է վերստին ծնունդը լինում։ Մարմնի ծնունդը չերես մարմնավոր ֆիզիոլոգիական process-ով է լինում, իսկ հոգու ծնունդը չերես սրտի բացելով։ Սիրտդ բացի Աստծո առաջ ու վերստին ծնունդ կունենաս։ Դրա համար Տեր օրհնի այսօր ամեն մեկիս։ Գիտեք ոնց է տեղի ունենում, երբ որ ասма ամբողջ սրտովդ կհավատաս ու բերանովդ կդավանես, դա կլինի վերստին ծնունդ։ Եթե սրտիդ մեջ կա հավատ, ուրեմն բերանի դավանությունն էլ է պետք։ Թող հոգևոր աշխարհը լսի, որ դու հավատում ես Հիսուս Քրիստոսին։ Որտեւ եթե բերանովը չես բացում ու մտքի մեջի աղոթքը չի անցնում, Սատանն ինքը չի լսում, որ դու Հիսուսին ընդունել ես։ Պետքա Սատանին լսի, պետքա հրեշտակներ լսեն, պետքա հոգևոր աշխարհը լսի, որ դու այսօրվանից Հիսուսին ես ընդունում, որ քո կյանքդ հիմնում ես Հիսուսի վրա, որ դու ուրախանում ես Հիսուսով, որ դու փրկություն ունես Հիսուսով։ Դրա համար շատ կարևոր է քո բերանի դավանությունը ու քո սրտի հավատքը, ամեն։